Շնորհակալություն։ Ես այս 2 րոպեն օգտագործեմ, ասեմ, որ ինձ համար անհասկանալի ու անընդունելի է ընտրակեղծարարին, ընտրակաշառք բաժանողին թույլ տանք մասնակցի համապետական ընտրություններին եւ ընտրվի падգամավոր։ Լավ, այս մեր աշխատանքի իմաստը ո՞րն է։ Որն է մեր աշխատանքի իմաստը, եթե ասում ենք սահմանադրություն, այսինքն սահմանադրությունը ինչ-որ մի կետ կա, որտեղ գրած է ընտրակեղծարարը պետության դեմ հանցագործանողը կարող է գալ ընտրվել թեկնածու, այսինքն մենք ուրեմն եկեք աշխատենք ուրիշ տեղ, ոչ թե կիսատ որոշումներով։ Մենք այսօր թույլ ենք տվել, որ մի մարդ, որը հայտարարում է, որ ես ուրախ եմ կամ ես ուզում եմ էլի հայ զինվորը ականի վրա պայթի, այդ մարդուն ոչ միայն գրանցել ենք падգամավորի թեկնածու, մարդել ասում եմ, ուր այդ մարդել չի, Արարածին, ու մի բան էլ բերում ենք խորհրդարան, սենց ասենք սա է ժողովրդավարությունը, չեմ կարծում, որ սա ժողովրդավարություն է, սա մի ուրիշ երկիր գնացեք Նորվեգիա, ասեք, գիտեք, մեկը ընտրակաշառք բաժանի, հետո թույլ կտակ ինքը կուսը, դրա համար իմ առաջարկը ես նորից եմ պնդում, որ այն քաղաքական ուժը, որը ընտրակաշառք է բաժանում, նրա համամասնական ցուցակի առաջին 30 կամ 50 համարները զրկվում են ընդհանրապես քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքից։ Իրենք ագրեսիվ են։ Երեք օրինակ Facebook-ում հարցակվել էին իմ դեմ, ասում էին դատարանով հաստատված չի, որ մենք ընտրակաշառք ենք բաժանել, դրա համար դու իրավունք չունես մեզ մեղադրես։ Իրենք ագրեսիվ են ընկերներ, իրենք ագրեսիվ հարցակվելու են ու շարունակելու են հարցակվել։ Շնորհակալություն համատեղ աշխատանքի համար, շնորհակալություն ազգային ժողովի նախագահին, փոխնախագահներին, բոլոր Հայաստանը սիրող падգամավորներին, շնորհակալություն։ Ձեզ նույնպես շնորհակալություն, պարոն Նազարյան, հարգելի գործընկերներ, հարցի քննարկումը ավարտվեց, եզրափակիչ ելույթների կարիք, ինչպես հասկացա, չկա։ Այժմ քննարկում ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ներկայացրած ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարց։ Արուսակ Ջուլակյան, ազգային ժողովի падգամավոր զեկույցի համար համեցեք։ Շնորհակալ եմ ազգային ժողովի հարգարժան նախագահ, փոխնախագահներ, հարգելի գործընկերներ, երկրորդ ընթերցմամբ քննարկում ենք ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին